Բարի լույս բոլորին, օրը սկսում եմ իմ ամենասիրելի նախաճաշով ավոկադո տոստ ու չայ, որը ռուսական խանութից էի առել, Իվան չայն է, այնքան համով է, գրածա, շատ համուր չայ է, ձեզ բարի ախորժեք, եթե հաց եք ուտում, ինձ նույնպես, էի մաքրում ու ըստեղ ավելացրեցի ես բույսի արհեստական դեկորը, այս հատվածը դուրս այնքան է գալիս, ինձ կուզեմ լիքը մագնիսներ ու նկարներ ավելանա, իսկ ես մի հատվածում, այս կողմում ինձ ընդհանրապես դուր չի գալի, թե ոնց է, պատը շատ սպիտակ է ու չգիտեմ, աչքի համար հաճելի չի, սիրուն չի, այստեղ Հայկի շշիտակացման ապարատն է, իր ամաններն են, այս ուտելիքի բանն է, որը գազարից դեղնել է ու ոչ մի ձևով չի անցնում, մտածում եմ ստեղ ինչ-որ նկարներ ավելացնեմ, որ գոնե մի քիչ էսթետիկ լինի, շատ սփռնած տեսք է տալի, այտենց, այս կողմը սենց կոֆեի հատված եմ սարքել, հեսա ապարատն էլ կմաքրեմ, քիչ եմ խմում ապարատից սուրճ, բայց չգիտեմ, ուզում եմ էլ ինչ-որ դեկոր լինի, որ ավելի աչքին հաճելի լինի ու այս ոչ էսթետիկ հատվածները։ Բարև բոլորին։ Նայեք ինչ մռայլ օր է մեր մոտ ու այսօր շատ ոնց որ մի քիչ բլաշս շատ եմ օրը։ Մութ տեղ եմ քսվում ու ոչ մի բան չեմ տենում, մեկը հելում եմ, շոկի եմ ենթարկում իմ քսված ձևից։ Այսօր շատ յուրահատուկ օր է։ Ես մենակ եմ դուրս եկել, հավատում եք։ Գորը տունն էր ու ես Հայկին կերակրեցի, հագցրեցի, լողացրեցի, քնացրեցի ու դուրս եկա։ Մի ժամով մենակս գնամ մանգամ, պետքա տորթի ֆորմա առնեմ ու երկուշաբթի օրը, այսօր շաբաթ է, երկուշաբթի օրը գնալու եմ մազերս ներկեմ, հրաժեշտ տամ այս մազերի գույնին, մի քանի ամիս առաջ, թե մի տարի առաջ էլի ներկել էի, ստեղ քուրիկ ունեմ, ով վարսահարդար է, մի քիչ հեռու են մեզնից մնում, բայց կգնամ ինքը կներկի, ավելի բլոնդ, տենց մեջը երանգներով, տենանք, ոնց կստացվի, իրականում մազերից ձեռքը ուզում եմ սովորեմ սիրուն հարդարեմ, այսինքն գիտեմ, բայց չի մնում իմ մազերին, լոքո եմ անում, մնում է երևի մի կես ժամ ու քանդվում է տարբեր շիպցիով, հարթուկով, դայսնով, ոչ մի բանով չի պահպանվում ու սիրում եմ, որ սենց հայելային, փայլուն է լինում, էլի չեմ կարում, տենց մեկ-մեկ է ստացվում, որ խնամքը շատ եմ անում, տենց լավ փայլուն է լինում, բայց դե լավ էրն, սա մեր կայարանն է, շատ մռայլ, անդուր եղանակ է ու անձրև է գալիս, ես զոնտիկ եմ վերցրել, այս զոնտիկը ընկերուս, որ եկել էր ստեղ առել մոռացել էին կամ թողել է ինձ, ես միշտ սեն զոնտիկներ եմ սիրում, որ մեծ է լինում, շատ մեծ է, ու հիմա անձրև է գալիս, գուցե նաև եղանակից է, որ սենց մազերս ուռած է լինում, էլի, շատ փայլուն չի մնում, նիզ նայում, տենց գնացինք, ես գիտեմ ինձ ինչ է սպասվում, շաբաթ է այսօր, մոլը ուղղակի բոմբած է լինելու, լիքը մարդ է լինելու, բայց ոչինչ, սա շանս էր, սենց բաներ քիչ է լինում, պետք է օգտվել։ Երեկ կինո էի նայում, Ֆրանկենշտեյնը
ուղղակի հիասքանչեր։ Ես որ կինո նայելուց անընդհատ շեղվում եմ, չեմ կարում մի ժամանոց, 2 ժամանոց կինոն սկզբից մինչև վերջ նայեմ։ Այս կինոյում մենակ ինձ խանգարում էր Հայկի արթնանալը, թե չէ սկզբից մինչև վերջ առանց անջատելու նայել եմ, շատ հետաքրքիր էր, միշտ տենց կինոներին ավելի բացասական եմ նայում, ոնց որ դուրս չի գալի տենց դետեկտիվ կամ շատ ֆենթազի ֆանտազիաները, բայց այս դետեկտիվ չէր, ֆանտազիա էր ավելի շատ, ոնց որ ասում են գիրքը մի դատիր իր կազմից, շատ հետաքրքիր էր, խորտ կտամ, Netflix-ով էի նայում, սկզբում կինոգոն, եթե չգիտեք, այսինքն բոլոր ինչ ֆիլմ ուզում եք, կա ռուսերեն թարգմանությամբ, բայց հետո դրեցի Netflix-ով, ուզում էի հենց օրիգինալ ձայներով նայեի, շատ հետաքրքիր էր, անպայման դուք էլ նայեք, Ֆրանկենշտեյն, դերասանը ուղղակի հրաշալի էր խաղում, Ինստագրամով էի տեսել, որ մենակ 14 ժամ, թե 17 ժամ պահանջվել է իր գրիմը անելու, թե գրիմը հանելու համար, տեն շատ հետաքրքրել էր։ Général Jacques, c'est pas les gardes-musées. Ouais, bah c'est pas les gardes-musées, mais խաղալիքների գեղեցկությանը նայեք։ This is cute how. Շատ սիրուն է, շատ։ Այս տարի ինչ-որ հետաքրքիր ձևով կուզեմ զարդարեմ տոնածառում։ Ուղղակի բռնակը այնքան անհարմար է, вообще հարմար չի լինի խմելը։ Շատ cute, սիրում բաներ եմ, շատ յուրահատուկ։ Այսօր այնքան մարդ կա, որ անհնար է նկարելը, բայց ես առա թավա, առա ֆորմա տորթերի համար և հիմա մի հատ պետք է տորթի մոմ առնեմ։ Այդպես ինչ-որ շատ ամանորյա տրամադրություն են, որ հազիվ եմ ինձ զսպում ինչ-որ ամանորյա դեկոր, բաժակ, տոնածառի խաղալիք չառնեմ, բայց չեմ տրվի մարկետինգին, զոհ չեմ դառնա ու հիմա չեմ առնի, որովհետև հլը ամի սուկես կա։ Ինչ-որ նոր խանութ հաստեղ բացվել, եթե գոռը իմանալ, ուղղակի այս մեր սիրած բաներն է, դաժե կորեական խանութ է, դաժե կորեական խնամք, այս ցենցելայա, ինչը սրանք շատ լավն են, այս անուան, շատ հավես է, գորորորդեներ, երջանկության գիրկն եմ, առի ինչ-որ unboxing նկարել։
Ես դուրս եկա, գնում եմ տուն, արագ ինչ պետք էր արեցի, որ շուտ փախնեմ շաբաթ օրը մոլ ահավորը, շաբաթ չնայած կիրակի փագ է, շաբաթ ա բաց, դրա համար շաբաթ մի շատ մարդ կա, հիմա գնամ ցույց կտամ այդ կորեական խանութից առած մի րոպե անցնեմ կորեական խանութից առած բաներս ես հասա տուն ու հիմա կանենք unboxing ինչ առել եմ Սկսեմ տնտեսական առևտրից սենց ֆորմա 18 սանտիմետր լայնությամբ, բարձրությամբ 10 սանտիմետր բարձրությամբ լավն է, հենց սա էլ ուզում էի սենց երկու հատ մեկ ինքը պտտվում է Ես մի հատ ունեմ սառնարանում եմ դրես վրան սոուսներն է, որ սենց մի անգամից պտտեմ, որ անընդհատ ման չկամ, կանեմ համեմունքները ու այս մեկը երևի թե օծանելիքներս։ Այն կորեական խանութը, որ մտա, երևի ձայնը կանջատեմ, որովհետև իրանց երգերից էր ու հաստատ YouTube-ը ինձի բլոկ կանի։ Վերցրել եմ սենց թավա ունեին մեկ հատ ու այնը արդեն շատ տանջված էր, չգիտեմ ինչքանով ասա լավը, բայց ինքը 7 եվրո էր ու կարծում եմ, եթե ինչ-որ կարճ ժամանակ հետո փչանա, շատ չեմ նեղվի։ Ու հիմա անցնենք կորեական գնումներին առել եմ այսքան բան ես լույսը վառեցի, որ ավելի սիրուն լինի հիմա կանենք փորձարկում կփորձեմ օնիգիրի տավարի մսով տերյակի սոուսով հիմա ստեղ նշած է սենց այսպես հետո սրանք փուլ ուա Ինքանը սխալ Պոկրտեցի Давайте Մեկ եք մեկ ահավոր ծառավ եմ բոբաթի Ինչով է հատապտուղներ մեդլին չգիտեմ ինչա Շատ համով է Ինչքան 7000 մենք շատ հավանեցինք օնիգիրին ու այս բոբաթին է շատ համով էր չնայած հեսատակլիկը բոբաներ կան բայց մեծ բաժին չհասավ հիմա կփորձենք այս ինձ թվում է զիֆիր է ինքը մարշմելլոու ելակով Օ պուպսիկ է Cute Համովիկ Մի քիչ անհամ Բայց գիտեք սենց ոնց որ իրական ելակի համ գա 10-ից սենց 6 Հիմա այս մեկը մոչիա կրեմ բրյուլեով նայ գոր մոչիա կրեմ բրյուլեով Բիբի չետի մաշմելլոու Wow Ինչ ծուներով սենց cute
անում ցած չէ։ Հայաստանում հենց գոչայում հենց այս համի գոչայում խմեմ։ Ահա որ նման է։ Այս էլ է հետաքրքիր, բայց ես տենց մոչի սիրար չեմ։ Ես իմը այն որ սարցախցիկում են դնում այդ մոչիները, դրանք եմ շատ սիրում։ Ու եկեք փորձենք պոգի մաչայի համով։ Իրականում ես մաչային ոնց որ սենց ոնց ասեմ, չեմ վերաբերվում։ Ինքը իմ համար ոչ համով է, ոչ անհամ է։ Ինքնուրույն սովորական անկապ բան է։ Ես իր այդ հայփը չեմ հասկանում, ինչի համար են մարդիկ ուղղակի խելքահան, գժվում մաչայի համար, որովհետև ինքը ոնց որ խոտի համը լինի, չգիտեմ։ Սիրուն է։ Ֆու։ Սկզբի հոտը շատ վատն էր։ Այլ մի քիչ շատ փորձի։ Հետաքրքիր է։ Դուրս եկա դե շատ համեր կար ու էլի կգնանք, էլի ինչ-որ բաներ կառնենք։ Ինձ դուր եկա։ Այսքանին տվել էի 17 եվրո, հայկական դրամով ինչքան էր, 7000 դրամ։ Ես Պինդուդուից որ պատվիրել էի, չնայած կարող է դու պատվիրում ես շատ էժան, բայց քաշի փող ես տալիս։ Գլոբինգին կարող է 5000 դրամ քաշի փող տա ու գալիս է նույն գինը։ Իսկ հիմա նորմալ է կորեական սենց ինչ-որ հետաքրքիր ուտելիքների համար։ Որ նայեցիք, կհանդիպենք հաջորդ վլոգում։